Ես Մանեն եմ, ապրում եմ Նոր Կեսարիայում, ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։ Ես որ ապաշխարեցի 2003 թիվներ, իմ ապաշխարության պատճառը եղավ իմ հիվանդությունները։ Ես մի օր շատ վատ էի, շատ վատ էի, կորցրի գիտակցությունս, երևի ահագին ժամանակ էր ինչ գիտակցությունս կորցրած էի, բայց ես զգացի, որ ինձ տանում են մութ ճանապարհներով գնում եմ ես, բայց այդ ժամանակ, որ մայրս ապաշխարել էր, իմ համար չգիտեմ, պարզ չէր, թե ինք ուր էր գնում, ինչ էին խոսում, ինչ էին աղոթում, միայն գիտեմ, որ ասում էր Մայր, փոխա կյանքդ, կբժշկվես, կլավանաս, ես ուշադրություն չէի դարձնում խոսքերին։ Հետո, որ ես վատացել էի, ամուսինս կանչել էր մորս, ասել էր, որ Զոնքաչ Մանենը լավ չի։ Մայրս սկսել էր աղոթք անել, ես այդ աղոթքի ընթացքում աչքերս բացեցի, ինձ լույսը բերեց դեպի աղոթք, աչքերս բացեցի, տեսա մայրս աղոթում է։ Ես շատ լավ էր, մի անգամից լավացա, զգացի, որ ես կողքերս էի նայում, թե խի են հավաքվել, խի եմ ես պարկած, բան։ Հետո Զոնքա ասեց, ամուսինս ասեց, Զոնքաչ Մանենն էլ տար հետդ հլնդեղ, ուր որ դու ես գնում։ Դրա հաջորդ օր ունեին պաշտամունք մամայինքս, գնացինք, հենց մեր գյուղում էր պաշտամունքը մեր, գնացինք մտանք ներս, իմ համար արտասովոր էր, ամբողջը նայում էին, ամբողջը հավաքված էին, ամբողջով լացում էին, նստեցինք հետո, որ հովիվը քարոզեց, թե Աստծո խոսքը խոսեց, չի հասկանում, բայց շատ էի սիրում Աստծո խոսքը լսել, փոքրուց սիրել եմ լսել։ Հետո, որ ասեց Հայր Աստված ասելով, ես ասում եմ, այ քեզ բան։ Ու իմ սրտի մեջ կար մի դատարկություն ասեմ, որ ես 2 տարեկան եմ եղել, ինչ հայրս մահացել է, սիրտս ամբողջովին այդ կողմից դատարկել էր, ոչ մեկ չէր կարողանում լցնել հոր սերը իմ սրտի մեջ։ Ու որ նստած էի, որ ասեց Հայր Աստված, միշտ խոսքը կար Հայր Աստծո, ասի միգուցե ես գտա իմ հորը ստեղ նստած, եթե հովիվը գա ու ձեռքը դնի իմ գլխին, ես կբժշկվեմ։ Ու ես այդ ժամանակ, որ գնացի, ունեի գլխացավ, ահավոր, ունեի երիկամների ցավ, դա ահավոր էր իմ ալերգիայի ոգով էի բռնված, սրտի ցավ, ծակոսներ, ժամերով կորցնում էի գիտակցությունս, բայց չունեի ոչ մի բժշկի կողմից, ոչ մի օգնություն, ոչ մի բան։ Հետո, որ հովիվը քարոզեց բրծավ, մոտեցա, որ աղոթեր, աղոթքի ժամանակ ես զգացի, որ մի սև ուժ, սև ամպի նման իմ միջից դուրս եկավ։ Ես վերստին ծնվեցի, ես զգացի, որ իմ հետ փոփոխություն կատարել, ես չգիտեմ, օդի մեջ ասեմ, ամպերի վրա ասեմ, չեմ պատկերացնում, ինչ փոփոխություն եկավ իմ կյանքի վրա, այդ ժամերով, ժամվա մեջ։ Գնացի տուն, վերջացավ պաշտամունքը, գնացի տուն, կարելի ասել, ոնց որ ինչ-որ մի բան, վերստին ծնված, ես չէի պատկերացնում, որ փոխվեմ կյանքում, մի ժամվա ընթացքում կարամ ես փոխվեմ այդ տեսակ, բայց մենակ հավատում էի, որ հասնեմ ընդ հովիվը ձեռքը դնի վրաս, լսել էի, ու ես պիտի բժշկվեմ։ Ես ազատ եմ տապանքներից ու մեղքից, բայց Հիսուս է գնալու, ազատեց տապանքներից, միայն հիմա ուրախության երկրային։ Ես սուրբ հոգու կրակը ուղարկում է հոգով տեկանդուների պահվր։ Առավոտ լույսը բացվեց, ես զգացի, որ մի ծանր ուժ նորից ուզում է հարձակում գործին վրա։
ես զգացի սև բռունցք, որ ուզում էր խփեր ինձ, բայց լույսի մեջ կորավ այդ բռունցքը, ականատես եղա։ Հետո որ արդեն սկսեցի աստիճանաբար հաճախել եկեղեցի, գնացի, Աստծո խոսքը լսեցի ու հոգուս հարազատ էր անձամբ, որ Աստված որբի ու օրբե վայրու տերն է, ասի վերջիս գտա հերը, հորս գտա։ Ու քիչ-քիչ սկսեցի Աստծո խոսքը վերցնել եւ օգտագործել իմ կյանքի մեջ, որովհետեւ գրված էր, որ Աստված իր խոսքի հետևը կանգնած է։ Սկսեցի աղոթ կանել սովորեցի, հատկապես սովորեցի, որ աղաղակեմ Հայր իմ Աստված, Հայր իմ Հիսուս, որ դու կաս իմ մեջն ես, ցույց տուր, ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի հրաշքով ցույց տուր, փոխիր իմ կյանքը, ես ուզում եմ փոխվել, իմ մեջ կա չներել, իմ մեջ կա ատելություն, հիշաչարություն, իմ մեջ կար այն, ինչ որ Աստծո չէ, բայց ես չէի հասկանում, որ այդ ամբողջը կուտակվելով հիվանդություն էր բարթանում իմ մեջ։ Հետո քիչ-քիչ աստիճանաբար ես սկսեցի Աստծո խոսքն ավելի խորապես կարդալ ու հասկանալ Աստծո խոսքը։ Ու փոքր էին երեխաներս, փոքրս 3 տարեկան էր, մեծս 8 տարեկան էր, որ տանում էի հետը սկսեցի նրանք էլ աղոթել։ Փոքրս մի օր արթնացավ եւ ասեց մամ, հրեշտակը ասեց արեք ինձ ես ձեզ թեև կտամ ու սկսեց Սուրբ Հոգով աղոթ կանելը։ Հետո աստիճանաբար փոխեց Աստված իմ կյանքը, փոխեց իմ ապրելակերպը, փոխեց իմ մտածելակերպը, փոխեց իմ բնույթը, սովորեցրեց ինձ սիրել, սովորեցրեց ինձ ներել, որ իմ մեջ չկար, սովորեցրեց ինձ դիմացինին ոչ թե պարտությունով նայ, այլ ցածրանայ, որ Աստված բարձրացներ։ Ես ամեն անգամ Աստծո խոսքը վերցնելով եւ սկսեցի օգտագործել այն, դրեցի գործի մեջ։ Ու սկսեցի մարմնիս վրա բժշկություն գտնել ժամ առ ժամ, ես մոռացա, որ իմ երիկամներից հիվանդ եմ եղել, մոռացա, որ գլխից հիվանդ եմ եղել։ 3 տարի էր հաճախել էի արդեն եկեղեցի, ինչ այդ ժամանակ բժշկվեցի սրտի ցավից, հովիվ որ քարոզեց, քարոզին հետո աղոթքի ժամանակ, որ ասեց, ով ինչ հիվանդություն ունի, Տերը բժշկում է, Տերը այսօր կբժշկի, ով ինչ պրոբլեմով որ եկել է, ես այդ օրը հենց իմ պրոբլեմը իմ սիրտն էր, որ մտածում էի Տեր իմ փոքր են, համ ես, համ իմ երեխաները կյանք տուր ինձ։ Հետո բժշկեց Տերս իմ սիրտը հրաշալի ձևով։ Երբ որ ես հավատքի մեջ էի, այդ ժամանակ սկսեց իմ հետ գործել Աստված։ Ես զգացի, որ ինձ տալիս է տաղանդ, գրելու տաղանդ, ոտանավորներ գրելու։ Ամեն իմ աղոթքը դառնում էր ոտանավոր, փոխում էր, ներսիցս կրակ կար։ Այն ժամանակ, որ ես սկսեցի ներել ու սիրել ու աղաղակում էի, Հայր, ես քո կարիքն ունեմ, Հայր, ես փոքրուց չեմ զգացել հոր սեր, չեմ զգացել, չեմ վայելել, բայց ուզում եմ հիմա վայելել, լցրու իմ սիրտը քո ներկայությունով, լցրու այն, ես նայում էի կողքերս, որ մարմնավոր հայրը գրկում էր, սիրում էր, ասում էի Երանի դրանց, բայց հետո, որ ես զգացի կենթանի երկնային հոր սերը, թող հիմա նրանք Երանի տան ինձ, որ ես ունեմ երկնային հոր սերը, կա իմ մեջ իմ Հիսուսը, ամեն հարցում իմ հետևից գալիս է, իմ թիկունքին կանգնած, ես հպարտ եմ, Հիսուս ունեմ, ես հպարտ եմ, որ Աստծո բալա եմ, ու միշտ խոսքներին Աստծո պահած բալեկն ենք։ Հետո Բերնի խոսքը զորություն ուներ, բայց ես չգիտեի, որ գրքում էլ է տենց գրած, մահնի կյանքը լեզվի ձեռնա, ինձ սիրես կուտես նրա պտուղը։ Հետո սկսեցի Աստծո խոսքով ու Աստծո շնորհքը եկավ իմ վրա, ես սկսեցի գրել Սուրբ Հոգով, գրեցի ոտանավորներ, որ իմ ներսից էր գնում, ես չէի պատկերացնում ոնց է լինում, բայց ստացվում էր։ Այս փոքր իմ կյանքից վերցրած ոտանավոր գրեցի, մորից ծնվեցի, հորից որբացա, փոքրիկ գարան պես հովիվ չունեցա, բայց չտխրեցի ու չձանձրացա, որովհետև Տիրոջ փառքին արժանացա։ Տերս ինձ գտա, հանեց խավարից, փրկեց բանսարկու չարի ձեռքերից, Սուրբ Հոգով լցրեց իմ ջահել հոգին,
և սովորեցրեց սիրել ամենքին։ Նույնիսկ թշնամուս ներեցի դարձյալ, իսկ ինչ հասկացա, երբ անից եղավ։ Չէ որ իմ հոգում հրաշքներ եղավ, դարձյալ ամեն ինչ Տիրոջով եղավ։ Հետո այդ ժամանակ ես որ արտասանեցի, զգացի, որ իրոք իսկապես հոր սերը Աստվածային լցրեց իմ ներսը։ Ես էլ չունեի դատարկ տեղ սրտիս մեջ, որտեղ Հիսուսը լիովին իմ սիրտը տիրել էր Հիսուսը, ամբողջ սիրտս նրան է պատկանում, մինչև հիմա 2009 թիվն է, բայց ես գոհանում եմ Տիրոջից, որ նրա ներկայության մեջ եմ ու աղաղակում եմ գիշեր ցերեկ, որ ինձ հաստատի իր տան մեջ, հաստատի հավիտենության մեջ։ Աստված սեր է, Աստված սովորեցնում է սիրել, Աստված սովորեցնում է ներել։ Դարձեք Հիսուսին, կփոխվի ձեր կյանքը նույնպես, իմ կյանքը որ փոխեց ու բժշկեց, իմ կյանքում որ մեծամեծ գործեր արեց իմ Տերը, ամեն ժամանակ ինձ ճանաչողները կիմանան, որ իսկապես ես բժշկվել եմ, որ իսկապես Հիսուսին կյանքը փոխում է ժամ առ ժամ։ Ես Հիսուսին շատ սիրում եմ եւ Աստված մարդ չի, որ սուտ խոսի եւ գրվածը չկատարվի։ Աստված արարեց աշխարհում ամեն բան, անկարելի ոչինչ չկար նրա համար։ Նույնիսկ մարդուն հողից արարեց, բայց իր որդին Սուրբ Հոգով ծնվեց, ուղարկվեց նա մեր մեղքերի համար, խաչը բարձրացավ կրկին մեզ համար։ Հիսուս, քեզ անչափ տեսնել եմ ուզում, ջերմակ զգեստիդ հպվել եմ ուզում, վերքերիդ բալասան լինել եմ ուզում, իմ փրկության հայր, ես քեզ եմ ուզում։ Փառք Հիսուսին, ես այնքան շնորհակալ եմ իմ Աստծուց ու իմ Հորը, որ Աստվածային սիրով ու ժառանգությամբ ինձ հաստատեց։ Շնորհակալ եմ իմ Աստծուց ամեն ինչի համար, շնորհակալ եմ իմ հովվի համար, շնորհակալ եմ իմ եկեղեցու բոլոր անդամների համար, շնորհակալ եմ իմ ընտանիքից, իմ ամուսնուց, որ չմերժեցին ինձ Աստծո խոսքի մեջ ապրելու, Աստծո խոսքը վայելելու համար։ Ես եւ իմ ընտանիքը Եհովա պիտի պաշտենք։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը ամեն ինչի համար։ Իմ գրած ոտանավորները, որ ես գրեցի, ես ունեի 37 ոտանավոր, որից 2-ը արտասանեցի, բայց ամբողջ վերցվել եւ երգի միջոցով իմ եկեղեցու մեջ երգվում է, փառաբանվում է Տիրոջ անունը։ Manuka Sahis, yes, the Shvachata.